Բարև շեֆ։ Նստի։ Միշո, ինչի ես այդպես խառնված։ Վարդանյան ջան, ես իմ չգիտեմ։ Ո՞վ է քեզ նեղացրել, այ կայֆարիկ։ Այ Վարդանյան ջան, չեմ իմանում ինչ ալնել, ոչ մի բանից գլուխ չեմ հանում։ Ախր քեզ պետք է, որ ինչ-որ մի բանից գլուխ հանես։ Ինչի ես ծանրաբեռնում քեզ։ Ուղղակի դիոդները կխփի։ Շեֆ ջան, ախր չեմ իմանում ոնց ասեմ, Կենտրոնացի ու հանգիստ պատմի։ Դու գիտես, որ ես քեզ միշտ էլ օգնել եմ։ Հիմա հանգիստ կամաց սկսի պատմել։ Այս վաղոյի ու ռուդոյի մեջ լուրջ թեմա կա աշկիս։ Ոնց որ հակել են իրար նորից։ Դե այդ սովորական բան է։ Դու ինձ ասա, այդ կոնֆլիկտներից ինչ-որ մի հետաքրքրություն կա։ Դե հետ եմ ասում էլի, ուզում եմ պատմեմ։ Վաղոն երեկ եմ ուտես, ասում էր Միշո ջան, արի մեջքիս կանգնի, որ ռուդոյին կոդրենք, ես է գող դառնամ։ Բաներ էր առաջարկում, դվիժենիներ, բան, բայց բան չեմ ջոգում, ինչ էր ասում, հա, ասում այդ քեզ հարցնեմ էլի։ Ինձ հարցնես, թե իմ ասածը անես։ Դե հա էլի։ Խոսա լավ, պատրոբնի պատմի։ Ասում էր դաբրուներ ունի, որ ինքը ուժը աճել է։ Հիմա ուզում է ինքը քերոպ դառնա։ Բա Լավրենտի մոմենտը։ Ոնց որ ուզում է Լավրենտին վարի տա։ Չեմ ջոգում, ինձ էր փորձում, թե տոշնի է։ Ոնց Լավրենտին վարի տա։ Դե հա էլի, իբր Լավրենտի վախտը անցել է, հիմա ինքը պետք է փոխարինի։ Այդ մոմենտով ուզում էր, որ ես հետ ելնեմ, որ Ռուդոն խաղեր չտա։ Հա, քեզ ուզում է օգտագործի։ Բա դու ինչ էիր մտածում։ Չեմ ջոգում հորս սարև, այդ ինչ խաղ անում։ Հələ լսի Միշ։ Դու չես ուզում քերոպ դառնաս։ Ես։ Խի չէ որ վատ չէր լինի։ Բա ինչի ես վաղոյի մոտ խեղճանում։ Ո՞վ է վաղոն։ Կարող է քեզանից լավ տղա է։ Կարող է քեզանից շատ արժանինքներ ունի։ Լսի, դու ժամանակին սպորտսմեն ես, չէ՞ եղել։ Հա, բա ոնց։ Բա ինչի թողեցիր։ Ու սկսեցիր նարկոտիկ անել։ Կարքին տղա էր, հարգանք ունեիր, անուն ունեիր, շրջապատ ունեիր, մարդիկ քեզ ճանաչում էին, ամբողջ աշխարհով պտտվում էիր։ Քանի անգամ ես հիմն ու դրոշը բարձրացրել Հայաստանի։ Ուր գնում էիր, մարդիկ ուզում էին նկարվեին քո հետ, փողոց էիր դուրս գալիս, բոլոր ուզում էին շփվեին քո հետ։ Ինչ ստացար վերջում։ Դե ես իմ էլի, ասի փող աշխատեմ, բայց ոչ մի բան էլ հետ չես բերի։ Քո ես վիճակը քեզ դուր է գալիս։ Ամբողջ օրը բոմժերի հետ, կայֆի տակ, պուտանկեքի հետ։ Ոչ տուն ունես, ոչ տեղ, ոչ ընկերություն, ոչ նորմալ շրջապատ։ Դու քո կյանքից ինչ-որ մի բան հասկանում ես։ Մի օր էլ մեռնելու ես եթաս։ Միշո, եթե նորից հնարավորություն ունենայիր կյանքդ սկսելու, նորից այսպես կսկսեիր, թե ուրիշ ձևի։ Դո չէ այ Վարդանյան ջան, այս ինչ կյանք է։ Կուզեիր, որ քո երեխան քո նման լիներ։ Դո չէ շեֆ ջան, ես սխալ եմ արել, չէ ուզի իմ երեխան այդ նույն սխալ անի ու իմ նման կյանք ունենա։ Բա ինչի եք ուրիշ երեխեքին փչացնում, բախտերի վրա ազդում։ Ինչքան ծնողներ եք դժբախտացնում, ընտանիքները քանդում։ Կուզեիր մեկը քո նման քո երեխու հետ այդպես վարվեր։ Ասենք կայֆը ծախեր քո երեխուն իր փողի, իր հաճույքի ու իր հարստության համար։ Ու դու լներ այդ ծնողի տեղը։ Վատ է, չէ՞։ Այդ դեպքում ինչ կանեիր։ Մտածեք, ինչքան մայրեր են
լացում ձեր պատճառով։ Մտածել եք ինչքան հերեր են տանջվում ձեր պատճառով։ Տանում եք դպրոց, համոզում եք, շահագրգռում եք, կայֆը տալիս եք երեխեքին, փչացնում եք այդ սերունդը, ընտանիքները, պետությունը, պետության ապագան։ Հասկանում ես, ասենք 15 տարի հետո այն սերունդը, որ օգտագործում է ձեր ծախած կայֆը, դա վերջը ինչ է առնելու։ Քո երեխեն էլա չէ վաղը իրանց մեջ լինելու։ Թե ունակ չեք այդքան բան մտածելու։ Հիմա հասկանում ես, որ դու էլ չես կարող պատկերացնես այդ։ Լավ չի։ Հիմա հասկանում ես մեր դերը այս կյանքում։ Մեր աշխատանքը, մեր մտածելակերպը, որ ձեր համար զապադլու է։ Այ մենք նրա համար ենք կյանքում, որ քո նման մեկը փորձի քո երեխուն նստեցնի դեղին, չթողենք, որ խորտակվի, կանխենք այդ։ Հասկանում ես։ Շեվ ջան, հասկանում եմ, բայց դե Մեկը գլխիդ մեջ թեփա։ Չես հասկանում։ Արթանյան ջան, քեզ լիքը պատմելու բան ունեմ։ Կամ ինչ պատմեմ, առ վաղոյին զապիս եմ արել։ Միշո, հարազատ, ուրեմն լսի, քյասար իմ ուզածս գիտես ինչ է։ Ուզում եմ, որ դու կողքս լես, պինդ կանես քո ոտերի վրա։ Այս Լավրենտի գլուխն կուտա են կապել։ Դու ջոգին ինչ արես Լավրենտը։ Ախպերը դպրոցների թեման ինքն էր։ Հենց ասա, որ ես քեզ ասայի, դպրոցներում դեղացել էիր։ Բայց դու ջոգիր սխոտքի վաղ տատկազ եկավ ախպեր։ Դու հասկանում ես, որ ես չէի կարողանալու ատա մի բան ասեի։ Այս Լավրենտին էլ վարիկը տանք ախպեր։ Ախպերը գող կարողանավատ կլինի։ Դու էլ սաղս գործերը, սաղս կուրացան դու ես անելու։ Թե չեն ռուտոն գիտես ախպեր, այդ հալվա վերևները մոտի տանի ու կարող ինքն էլ Շեվ ջան, ասում ես հիմա ինչ պատասխան տան վաղոյին։ Արա լսի, այ լոմ։ Դու պետք է կռիվ տաս դրա համար։ Այ տղա, դու պետք է կռիվ տաս, որ դու դառնաս քերոք, ոչ թե վաղոն։ Վաղոն դառնալուց հետո գլուխդ կուտի։ Հա, չի մտածել, հա։ Մի բան ասեմ էլի, շեվ ջան, ցավը տանեմ, պրախոտ տուր, սաղին վարի տամ։ Դու էլ ոնց ասես տենց է էլի, գիտես։ Կասեմ քեզ ինչ կանես։